Երկիրը թաղված է նեպոտիզմի ճահճի մեջ։ Նախկինների մասին աղմկող Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ամբողջությամբ թաղված է ծանոթներին, բարեկամներին, պաշտոններին նշանակելու, նրանց առաջխաղացումն ապահովելու, հովանավորելու ճահճի մեջ, ասում է ընդդիմադիր падգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նրան չի զարմացրել հերթական նշանակումը։ Պետական հիմնադրամի ներդրումների աջակցման կենտրոնի տնօրեն է նշանակվել արտգործնախարարի կինը, ամուսինն էլ Արարատ Միրզոյանը, հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Եվ սա նեպոտիզմի ուղիղ ամենացցուն դրսևորումներից մեկն է։ Enterprise Armenia-ի հոգաբարձուների խորհրդում միայն իշխանականներ են։ Նախագահը վարչապետն է, տեղակալները փոխվարչապետերը։ Խորհրդի կազմում են կուսակցական նախարարներ ու իշխանական падգամավորներ։ Պատկերացրեք, որևէ մարզպետի կին հանկարծ գնում է մարզպետի ենթակայության դպրոցի տնօրեն է դառնում։ Հարցերը չառաջանում, կարող է ինքը ամենալավ տնօրենն է, բայց միևնույնն է, կա էթիկական զսպվածության խնդիր եւ նաեւ հանրային ընկալման խնդիր։ Այս հիմնադրամը ստեղծվել է մի քանի տարի առաջ Հայաստանում ներդրումային բարենպաստ միջավայր ստեղծելու նպատակով։ Այնքան գրավիչ միջավայր պետք է ստեղծեն, որ դրսից էլ գործարարները գան ու այստեղ ներդրումներ անեն, նպաստեն տնտեսական աճին, Հայաստանի բարգավաճմանը։ Այս ոլորտում ինչ փորձ ունի նախարարի կինը, Գոհար Աբաջյանը ինչ հաջողություններ է արձանագրել։ Կենսագրությունը չկա հիմնադրամի կայքում։ Այս բուռն քննարկվող նշանակումից մի բան է հայտնի, որ նորանշանակ գործադիր տնօրենը նախարարի կինն է։ Արարատ Միրզոյանի տիկնոջ ոչ կրթությանն եմ տեղյակ, ոչ աշխատանքային փորձին եմ տեղյակ, չնայած եթե ներդրումների բնագավառում մասնագետ լիներ, վստահաբար տեղյակ կլինեի, բայց առնվազն էթիկայի խնդիր է, առնվազն այդ հարցը առաջանում է, ինչպես եղավ Արարատ Միրզոյանի կինը նշանակվեց ներդրումների աջակցության կենտրոնի տնօրեն, Հայկ Օնջիրյանի կինը նշանակվեց Հայփոստի տնօրեն։ Ես կարծում եմ, որ իմ գործընկերները նաև այդ տրամաբանության մեջ են նայել նշանակումից առաջ, եղել է մրցույթ, եղել են թեկնածուներ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը խնդիր չի տեսնում, որ պաշտոնյայի կինն է կենտրոնը ղեկավարելու։ Արայիկ Հարությունյանն ասում է, մրցույթ է եղել, մասնակցել ու հաղթել է։ Նա վստահ է նախարարի կնոջ հաղթանակը անաչառ, արդար մրցույթում է արձանագրվել։ Եթե չեմ սխալվում, շատ թեկնածուներ են եղել, հետո եղել են հարցազրույցներ, որի արդյունքում որոշում է կայացվել եւ վստահ եմ, որ այդ տրամաբանության մեջ են նայել։ Օբյեկտիվ որոշում է կայացվել։ Վստահ եմ, որ այո։ Ամենաառաջինը դա էթիկայի խնդիր, պետք է ձեռնպահ մնալ նման բաներից։ Ով է տեսել ու լսել, որ օբյեկտիվ է եղել, նրան հրապարակային են քննել, հարցնում է Հայաստան խմբակցության падգամավորը։ Միայն այն, որ Գոհար Աբաջյանը երկրի առաջին դեմքերից մեկի կինն է, արդեն բավական է, որ կասկածես մրցույթի անկողնակալությանը, ասում է Խաչատրյանը։ Այստեղ առնվազն էթիկական խնդիր կա ըստ падգամավորի, ու որ այդ հարցերը կասկածները չծագեն, իշխանականները պետք է զերծ մնան հարազատների, ընտանիքի անդամների առաջխաղացմանը նպաստելու գայթակղությունից։ Պատկան մարմինները պետք է շատ մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնեն, բարձելու համար, եթե եղել է մրցույթի կազմակերպման եւ հաղթողի ընտրման օրինականությունը։ Հենց թեկուզ մենակ նրա համար, որպեսզի բոլոր ասեկոսները բացառեն։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը այստեղ շահերի բախում չի տեսնում, ոչ էլ կոռուպցիոն ռիսկեր։ Արթուր Նահապետյանը, որ 100 օր էլ չկա ինչ այս պաշտոնին է, չի պատրաստվում ուսումնասիրել այս նշանակումը։ Առերևույթ ձեր ասածի մեջ որևէ ես կոռուպցիոն ռիսկ եւ շահերի բախում չեմ տեսնում։ Ինչ կանեին Փաշինյանն ու թիմակիցները իրենց թունդ ընդդիմադիր օրերին, երբ պաշտոնները նախկիների ընտանիքի անդամներին բաժին հասնեին, հարցնում է падգամավորն ու ինքն էլ պատասխանում։ Եթե դա լիներ 10 տարի առաջ, պատկերացնում եք, չէ՞, կոռուպցիայի դեմ պայքարողները հիմա մինչև ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ բողոք էին ներկայացրել։ Ինչ եղան Փաշինյանականների թմկահարած հեղափոխական արժեքները, ինչ է իշխանությունն իրենց համար, հարցնում է ընդդիմադիր падգամավորն ու եզրահանգում։ Եվ իշխանությունը իրենց համար կերակրատաշտ է։